Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Մարգարտի հնդիկ ջրասույզը հմտորեն ցատկեց դեպի օվկիանոսը։ Նրա լավագույն ընկերը Դեյվիդ Մորսը նավում սպասում էր, մինչև նորից կհայտնվեր շագանակագույն գլուխը։ Նա գրպանի դանակով բացեց ոստրեն։ Ռամբաու, դու հիանալի սուզորդ ես, այս մարգարիտը հարստություն արժե։ Այո, այն վատը չէ։ Կարող ենք ավելի լավ մարգարիտ գտնել։ Ես տանը մի հատ ունեմ, որն ավելի թանկարժեք է։ Կարծում եմ այս մարգարիտը կատարյալ է։ Քո աչքերը շատ զննելով են նայում։ Դու քո Աստծո մասին էլ ես միշտ նույնը ասում։ Մարդիկ կարծում են, թե ամեն բան լավ է իրենց մոտ, բայց դու ասում ես, որ Աստված տեսնում է, թե իրականում ինչպիսին են նրանք ներսից։ Այո, ճիշտ է, բայց նա յուրաքանչյուր մարդու ուզում է մաքուր սիրտ տալ։ Դա Աստծո նվերն է, հասկանում ես։ Այդ ժամանակահատվածում երկու ընկերները ափ հասան։ Դեյվիդ, շատ հեշտ է թվում։ Ես ուզում եմ ընդունել այդ նվերը, բայց ես ուզում եմ վաստակել այն։ Տեսնում ես այնտեղի ուխտավորին, նա ոտաբոբիկ քայլելու է սուր քարերով, մինչև հասնի Կալքաթա։ Ես ծնկներով գնալու եմ դեպի Դելի։ Ռամբաու, դա ավելի քան 1000 կիլոմետր է։ Մինչև հասնես քո նպատակակետին, արյան վարակից կմահանաս։ Բայց Դեյվիդ Մորսի խոսքերն օգուտ չտվեցին։ Անցավ մի քանի օր։ Ռամբաու, դու ես։ Ներս արի։ Դեյվիդ, վաղը ես սկսելու եմ իմ ուխտագնացությունը, բայց նախքան հեռանալս, ուզում եմ քեզ պատմել որդուս մասին։ Դու որդի ունես։ Նա հնդկական ափի մարգարտի լավագույն սուզորդն էր։ Նա ուզում էր ամենագեղեցիկ մարգարիտը գտնել և գտավ, բայց քանի որ երկար ժամանակ էր մնացել ջրի տակ, մահացավ։ Քանի որ դու իմ լավագույն ընկերն ես, ես քեզ եմ ուզում տալ այն մարգարիտը, որը նա էր գտել։ Ռամբաու, սա հրաշալի է, կատարյալ է, բայց ես չեմ կարող սա ընդունել։ Ես քեզ 10,000 ռուպի կտամ սրա դիմաց։ Բայց դու այն չես կարող գնել։ Եթե այն ավելի թանկ արժե, ես կաշխատեմ դրա համար։ Դեյվիդ, մարգարիտը անգին է, իմ որդին իր կյանքով է վճարել սրա համար։ Ռամբաու, սա այն է, ինչ քեզ ասում էի Աստծո մասին։ Նրա փրկության նվերը չենք կարող գնել ոչ մեր լավ գործերով, ոչ էլ ուխտագնացությունով։ Սա Աստծո նվերն է, որ Աստծո որդու Հիսուսի կյանքի գինն արժեցավ։ Չես ուզում այսօր ընդունել այս նվերը։ Հիմա ես հասկանում եմ, այն իր որդու կյանքն արժեցավ։ Ես ուզում եմ այսօր ընդունել նրա փրկության նվերը։ Փրկությունը Աստծո նվերն է, նաև քեզ համար։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։